2.5 միլիոն դրամի կաշառք Երևանի քաղաքապետարանի նախկին եւ ներկա պաշտոնյաների գործը դատարանում է, մեղադրյալի աթոռին են ներկայիս 3 պաշտոնյաներ։ Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը, հասարակական կարգի պահպանության ղեկավար Արամ Գյուլիզադյանն ու քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Միքայել Ղիմոյանը, նախկին պաշտոնյաներ Արամ Այվազյանն ու Ռոբերտ Դարփինյանը։ Քննիչ Վարդան Միքայելյանը գործով բարձված հանգամանքներն է ներկայացնում։ Քննությամբ հաստատվել է, որ կառուցապատող ընկերությունների կողմից կառուցված բազմաբնակարան շենքի էլեկտրականությունն ապահովելու համար 3 անգամ դիմել է շինարարության թույլտվություն սկսելու համար, սակայն Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչության պետի կողմից ներկայացված հայտերը ապօրինի մերժվել են։ Նշված վարչության պետ Արսեն Կարոյանն է, որի մերժումից հետո կառուցապատողն ըստ մեղադրանքի գնացել է կաշառք տալու ճանապարհով։ Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյաների միջոցով համապատասխան ծառայության պետին կաշառք տալու եղանակով կազմակերպել է իր օգտին օրենքով հասանելիք բարենպաստ վարչական ակտի ընդունմանը։ Քաղաքապետարանի պաշտոնյանն էլ իր հերթին միջնորդել է հիշել հայտերը նախկինում մերժած վարչության պետին, որպեսզի ապահովի իր մատնանշած իրավաբանական անձի օգտին գործողության կատարումը։ Որպեսզի հակաօրինական գործողությունների արդյունքում 4-րդ անգամ նույն ընկերության կողմից ներկայացված հայտի վերաբերյալ տրվել է գրավոր համաձայնություն։ Ըստ մեղադրանքի կառուցապատողը քաղաքապետարանի նախկին պաշտոնյաների միջոցով 600,000 դրամ կաշառք տվել է հասարակական կարգի պահպանության ծառայության ղեկավար Արամ Գյուլիզադյանին։ Բացի այդ, նույն կառուցապատող ընկերության ներկայացուցիչն ընկերության կառուցած բազմաբնակարան շենքի շինարարության ընթացքում թույլ տրված խախտումները չարձանագրելու եւ ավարտական ակտն անխոչնդոտ ստանալու համար քաղաքապետարանի նախկին պաշտոնյաների միջոցով ընդհանուր 1.750.000 դրամ կաշառք է տվել քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Միքայել Ղիմոյանին։ Երկուսն էլ մեղադրանքը չեն ընդունում, լուրերի հետ զրույցում ասացին նրանց պաշտպանները։ Ղիմոյանի պաշտպան Հրանտ Անանյանը հավելեց, որ մեղադրանքի հիմքում դրվել են գաղտնալսումներ, որոնց մի մասը ոչ իրավաչափ է ճանաչվել, իսկ մյուս մասն էլ բավարար տեղեկատվություն չի պարունակում նման մեղադրանք ներկայացնելու համար։ Նույն վարույթով կաշառքի մեկ այլ դեպք է պարզվել։ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան պաշտոնատար անձինք իրենց կողմից հայտնաբերված վարչական իրավախախտումը չարձանագրելու դիմաց ապօրինի շինարարություն կատարող անձինց որպես կաշառք պահանջել եւ ստացել են գումար, որպեսզի պայմաններում դրսեւորել են ապօրինի անգործություն։ Այս դրվագով էլ Արաբկիր վարչական շրջանի պաշտոնյաները 200,000 դրամ կաշառք են ստացել։ Ընդհանուր առմամբ այս գործով կալանքի տակ են 4 անձ։ Նախկին պաշտոնյաներ Արամ Այվազյանն ու Ռոբերտ Դարփինյանը, գործող պաշտոնյաներ Արամ Գյուլիզադյանն ու Արսեն Կարոյանը։ Կարոյանը եւս մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպան Պետրոս Պետրոսյանն ասաց, որ իր պաշտպանյալի մեղադրանքը փոփոխվել է։ Նրան մերձագրվում էր ծանրացուցիչ հանգամանքներում, այսինքն ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնական դիրքի չարաշահման մեջ։ Մոտ օրերս վարույթն իրականացնողը ներկայացրել է հանրային նոր քրեական հետապնդում, արդեն առանց ծանրացուցիչ հանգամանքների, այսինքն նրա մեղադրանքն էապես թեթևացրել է եւ նա մեղադրվում է այս պահին միջին ծանրության հանցագործություն կատարելու մեջ։ Բայց շարունակում է մնալ կալանքի տակ, որը ըստ իս այս փուլում իրավաչափ չէ։ Ինչ վերաբերում է մեղադրանքին, մեղադրանքի ձևակերպումները անորոշ են եւ դրա վերաբերյալ դիրքորոշում չի արտահայտել պաշտպանյալս եւ բնականաբար նաեւ հնարավորություն չուներ ցուցմունք տալ։ Գործով ներգրաված 12 մեղադրյալից 5-ի, այդ թվում կառուցապատողի նկատմամբ հետապնդումը դադարեցվել է գործուն զղջալու հիմքով, հաշվի առնելով, որ վերջինս տվել է խոստովանական ցուցմունք ընդունել ներկայացված մեղադրանքը։ Տաթև Խաչատրյան, Արման Թովմասյան, Լուրեր։